Դուք գիտեք, որ այդ ժամանակներում նախանցյալ դարավերջին եւ անցյալ դարասկզբին 900-ականներին Թիֆլիսը արևելահայ գրական մշակութային կյանքի կենտրոնն էր, այնտեղ էին լույս տեսնում գրական պարբերականներ, դրանցից մեկը մուրճն էր, Ավետիք Արաքսանյանի գլխախմբագրությամբ եւ գլխավորությամբ, եւ այստեղ էլ տպագրվում են առանձարի նովելները։ Իհարկե, առաջին թղթակցությունը նա հրատարակել էր Եգիպտոսում լույս տեսնող արշալույս պարբերականում, բայց գրեթե բոլոր նորավեպերը լույս են տեսնում մուրճ ամսագրում։ Այստեղ էլ 1905 թվականին հրատարակվում է նրա ստեղծագործությունների միակ գիրքը, որը վերնագրել էր Վշտի ծիծաղ։ Իհարկե, փոքրիկ մի գիրք է դա, ընդամենը մի քանի նորավեպ, որոնք շոշափում են ինչպես սոցիալ-քաղաքական, այնպես էլ գրական մշակութային հարցեր։ 1947 թվականին առաջին անգամ առանձարի ստեղծագործությունները լույս տեսան խորհրդային Հայաստանում Ստեփան Զորյանի առաջաբանով։ Իդեպ ասեմ, որ շատ հմուտ առաջաբան է, բարձրաճաշակ գրողը եւ գրական մտավորականը իսկապես կարողացել է արժանավորապես գնահատել այս գրողին, եւ նրա ստեղծագործություններն այսօր ահա պետք է դիտարկենք մենք, քննարկելով այն չափով, այն աստիճանով, որչափ անհրաժեշտ է մեր բուհական ծրագրում այդ ստեղծագործությունները դիտարկելու համար, որչափ որ սահմանված է այս ծրագրով դիտարկելու համար։ Առանձարի նորավեպերը պիտի բաժանենք երկու հիմնական խմբերի։ Առաջինում պիտի դիտարկենք ժամանակի սոցիալ-քաղաքական իրադարձությունները, արևմտահայության կյանքը պատկերող նորավեպեր, եւ երկրորդ խմբում պիտի դիտարկենք ժամանակի գրական կյանքը, գրական մշակութային հարաբերությունները, գրողների կյանքը, ստեղծագործելու հնարավորությունները, եվրոպական գրականության հետ ունեցած առնչությունները պատկերող նորավեպեր։ Իսկ ինչու էր առանձարը հատկապես ընտրել նորավեպի ժանրաձևը։ Պատճառը պարզ է, գրողներ կան, որոնք իրենց ստեղծագործական հնարավորությունները դրսևորում են առավել լայն գեղարվեստական կտավների մեջ, որովհետև նրանք սկզբից եւ հետ ծրագրված են եւ նպատակադրված են մեծ ծավալի կտավներ ստեղծելու համար։ Այդպիսիք են Աբովյանը Վերք Հայաստանի վեպը գրելով, այդպիսիք են Ռաֆին իր ծրագրային քաղաքական վեպերը եւ իր պատմավեպերը, պատմագեղարվեստական երկերը գրելով, Խեղճ Դերենիկ Դեմիրճյանը շուրջ 30 տարի բանաստեղծություններ գրեց եւ մեծ հաջողությունների չհասավ, ստիպված եղավ դիմել արձակի ժանրերին եւ մեծ հաջողության հասավ պատմվածքների, դրամատիկական երկերի եւ մանավանդ հանրահայտ Վարդանանքի, Մեսրոպ Մաշտոցի եւ վիպական այլ ստեղծագործությունների մեջ։ Այդպես ահա առանձարը գիտակցաբար դիմել է նորավեպի ժանրին, ինչպես նրա ժամանակակից Գրիգոր Զոհրաբը, որովհետև նրանք կարող էին հաջողության հասնել փոքր գեղարվեստական տարածքի մեջ իրենց կարողությունները ներդնելով եւ հասնելով բացառիկ հաջողության։ Այդպիսի բացառիկ հաջողության հասավ Գրիգոր Զոհրաբը, այդպես էր նաեւ առանձարը, որովհետև հրաշալիորեն տիրապետում էր
նորավեպի արվեստին, մանավանդ որ 80-ական թվականների արևմտահայ ռեալիստական կամ իրապաշտական գրական շարժումը, որ արդեն ասպարեզ էր բերել Արփիար Արփիարյանի, Լևոն Բաշալյանի, Երուխանի նման արձակագիրների, որ նույն այդ ժամանակաշրջանում իր գրական առաջին քայլերն անող Երվանդ Օդյանն էլ իր գրական առաջին փորձերը կատարեց պատմվածքների եւ նորավեպերի գրությունն անելով, դրանք ստեղծելով, այդպես ահա Առանձարն էլ կարծեք թե նրանց այդ նույն սերնդի շարունակությունն էր։ Այդպես ուրեմն Ռուբեն Զարդարյանը իր նորավեպերով հանրահայտ դարձավ եւ 1910 թվականին հրատարակեց Ցայգալույս ժողովածուն, նորավեպերով հանրահայտ դարձավ Առանձարը, որը դժբախտաբար ունեցավ շատ կարճատև ստեղծագործական կյանք եւ զուտ այս պատճառով էլ համեմատաբար քանակով քիչ, ծավալով փոքր գրական արտադրանք, սակայն մեզ համար այս դեպքում կարևորը այն գեղարվեստական որակն է, որ կարողացել է ստեղծել Առանձարը իր նորավեպերում, դառնալով այդ ժանրաձևի բացառիկ վարպետներից մեկը։ Եվ հետաքրքիր մի բան, Առանձարը երգիծաբան էր, թե ինչպես էր նա կարողանում երգիծաբանի ուժը դրսևորել փոքր ծավալի նորավեպի ստեղծագործական հնարավորությունների մեջ, դա կտեսնենք եւ կհամոզվենք քիչ հետո։ Բայց նորավեպը եւ պատմվածքը Արցախի այս փոքր կոչված ժանրերը կամ ընդհանրությամբ ասում են փոքր ժանրի Արցախ կամ փոքր Արցախ, փոքրը դնելով ճագերտների մեջ, իրականում հենց այդ փոքր ժանրաձևերով էլ կարելի է ստեղծել մեծ գեղարվեստ, որ արել է հատկապես Առանձարը մեր մյուս գրողների հետ միասին, նույն Երվանդոցյանի, Նարդոսի եւ Ռուբեն Զարդարյանի, Թլկատինցու եւ մյուս գրողների հետ միասին։ Այս դեպքում մենք փորձենք անդրադառնալ նրա այն նորավեպերին, որոնք պատկերում են արևմտահայության սոցիալ-քաղաքական կյանքը։ Բնական է, որ Առանձարը իր տեսած կյանքը պիտի պատկերեր։ Նա 90-ական թվականներին ականատես էր եղել Սուլթան Համիդյան բռնապետական ժամանակների հայության սոցիալական եւ քաղաքական անբարեհույս վիճակին։ Այն իմաստով անբարեհույս, որ դրանց համար, հայության համար, Համիդյան տիրապետության դարաշրջանում չկար քիչ թե շատ նպաստավոր մի բան, որովհետև Բերլինի վեհաժողովից հետո, ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ որ Օսմանյան կայսրությունը ճաք էր տվել, քայքայվել էր, ինչպես ժամանակին Պարուրսևակը անդրելի զանգակատուն պոեմում այդ դարաշրջանը պատկերել է իրոք հանճարեղորեն, արդեն Օսմանյան կավե հսկայի ծեփներ ճակճկվում ու մեջքը ճկվում բանականության տաքուկ շողերից, ռումին ու բուլղար, սլովակ ու սերբ պոկվել են նրա կավե կողերից, նույն աններելի մտքին է հակվում, նույն ախտով հիմա հայն է տռապում։ Այսինքն ռումինները, բուլղարները, սլովակները, սերբերը Օսմանյան կայսրության կավե հսկայի ճակճկումից հետո պոկվեցին նրա կավե կողերից, ազատություն ձեռք բերեցին, բայց մեծ տերությունների թողտվությամբ հայոց ճակատագիրը նորից մնաց թուրքերի բռան մեջ։ Եվ Համիդյան բռնապետությունը
օրեցօր սաստկացնում էր հալածանքը հայերի նկատմամբ։ 94-96 թվականների ջարդերը հենց հայությանը զսպելու նպատակն էր հետապնդում, որ հպատակվեն և հլու հնազանդ ենթարկվեն թուրք բռնապետներին, թուրք քրդական աշիրապետներին և այլն և այլն։ Ահա այս իրավիճակում էր հայությունը, արևմտահայությունը և Առանձարի նորավեպերը հենց այդ իրականությունն են պատկերում։ Նորավեպի և պատմվածքի տարբերությունները դուք անշուշտ գիտեք։ Գիտեք, որ պատմվածքները առհասարակ կյանքի առավել բնական վիճակներ են ներկայացնում և ներկայացնում են այսպես ասած հանդարտ զարգացումով, իսկ նորավեպերը նրանցից տարբերվում են այն յուրահատկություններով, որ նորավեպում և պատմվածքում թեև իսկապես էլ գործում են շատ փոքր քանակությամբ հերոսներ, 1, 2, մի քանի, առավելագույնը մի քանի հերոսներ, և հետո պատմվածքներում էլ է նույն իրավիճակը, բայց եթե պատմվածքներում գործողությունները զարգանում են բնական ընթացքով, ապա նորավեպերը ունեն գործողության սրընթաց զարգացում և այդ սրընթաց զարգացման ընթացքն էլ ունենում է անսպասելի ավարտ։ Ուրեմն սրընթաց զարգացումը, արագ, անակնկալ զարգացումը և անսպասելի ավարտը նորավեպի բնորոշ հատկությունն է և Առանձարի նորավեպերը աչքի են ընկնում հենց այդ արագ զարգացման ընթացքով և իրոք անսպասելի ավարտով։ Իհարկե, այս տարածքներում հերոսների բնավորություն, հոգեբանություն պատկերելը երկու գրողների, այսինքն և պատմված գրողների և նորավեպ գրողների հիմնախնդիրն է։ Սրանք իհարկե այնքան մեծ և էական տարբերություններ չեն, որովհետև հաճախ պատմվածքները կարող են ունենալ նաև նորավեպին բնորոշ հատկություններ։ Եվ պատահական չէ, եթե հին դասագրքերում դուք տեսնեիք, որ գրեին, թե Նարդոսի մեր թաղը պատմվածաշարում ընդգրկված են 7 նովելներ կամ նորավեպեր։ Եթե պատմվածաշար է, ինչու նորավեպ։ Այսինքն նորավեպը և պատմվածքը տարբերակելը որոշակի դժվարություններ ունի, եթե մենք չունենանք այդ ժանրաձևերը տարբերակելու շատ հստակ մոտեցում և հստակ գիտելիքներ։ Ընդունեցինք, որ Առանձարի ստեղծագործությունները նորավեպեր են, չնայած ոմանք դեռևս մինչև հիմա էլ համառորեն պատմվածք են անվանում դրանք։ Իհարկե Առանձարը հենց այնպես չի մնացել գրականության գզրոցներում, նրա ստեղծագործությունները ուսումնասիրվել են դեռ նրա կենդանության օրոք, ողջության ժամանակներում, սա ավելի ճիշտ արտահայտություն է, ողջության ժամանակներում, և պարզ է, որ ունեցել է նաև իր ուսումնասիրողները, նրանից ակնկալիքներ են ունեցել ժամանակակիցները, այնքան սրամիտ էին Առանձարի ստեղծագործությունները, որ նրանից ժամանակակիցները պահանջում էին պարոնյանական մակարդակի երգեր, հայտարարում էին, թե ծնվել է նոր Հակոբ Պարոնյան, բայց ի դժբախտություն մեզ Առանձարը չունեցավ ստեղծագործական երկարակեցություն և իր գրական ձիրքերը, շնորհները իր ամբողջ լրիվությամբ չկարողացավ տրամադրել սերունդներին։ Վշտի ծիծաղ վերնագիրը
բնավ պատահական չէ։ Եղել է իրականության մեջ վշտի ծիծաղը խորագրով ավանդազրույց, այդ ավանդազրույցի վերաշարադրումը կամ զրույցի հիման վրա հենց վշտի ծիծաղ ստեղծագործությունը առանձարը կարողացել է երկնել նկատի ունենալով հայության վիճակը Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակներում կամ թուրք-թաթարական, թաթար-մոնղոլական ցեղերի այս տարածաշրջան հայտնվելուց հետո։ Իհարկե, Սեբաստիայում կատարված ողբերգական իրադարձությունները մեզ հայտնի են Պետրոս Դուրյանի Սև հողեր կամ հետին գիշեր արարատյան ստեղծագործության ժամանակներից։ Սեբաստիան, որը շրջակայքում է հենց Սև հողեր կոչված տարածքը, դա միայն այսպես կոչված պատկերավոր արտահայտություն չէ, այլ տեղանուն է Սև հողեր։ Ինչու Սև հողեր, որովհետև Չինգիզ խանը կարողացել էր ներողություն Լենգ Թեմուրը, ես դրանց մեկ տեղերը փոխում եմ, Լենգ Թեմուրը, որը Պետրոս Դուրյանի երկում Լանգ Թիմուր անունով է ներկայացված, իսկապես այդ ժամանակաշրջանի նշանակվող 15-րդ դարասկզբի ամենադաժան բռնակալներից, բռնապետներից մեկն էր և դրա պատճառով է, որ ամբողջ տարածաշրջանը մի տարածաշրջան կոչվել է Սև հողեր։ Ինչու, որովհետև նա Սեբաստիայի բնակիչներին դաժան դատաստանի ենթարկեց քաղաքը ավերելուց հետո, քարշ տվեց մարդկանց իր ձիերի սմբակների տակ տրորելով, կանանց, երեխաների, ծերերի, տղամարդկանց սպանելով և ձիերի պոչերից կապած քարշ տալով ու սմբակների տակ տրորելով։ Այս ողբերգական իրադարձություններից հետո է տարածքը կոչվել Սև հողեր։ Հիմա պատկերացրեք Լենգ Թեմուրյան դաժան արժևանքի ժամանակաշրջանը, շրջապատված է Սեբաստիան և ինքը մեծ խաքանը հրամայել է իր հանձնակատարներից մեկին Խալիլ անունով, որին առանձնահատուկ դաժանության համար կոչում էին դժոխքի կրակ։ Ահա այս դժոխքի կրակ Խալիլին հրամայում է Լենգ Թեմուրը գնա, կոտորիր, սպանիր, կողոպտիր, քեզ լրիվ իրավունք ամեն ինչի համար։ Օրեր շարունակ Խալիլը, այդ դժոխքի կրակը տանջում է ժողովրդին, բայց ամեն անգամ Լենգ Թեմուրը հարցնում է. Ինչ եղավ, ինչ պիտի լինի, ասում է, մարդիկ ասում է, ողբը երկինք է հասնում, նրանց լացը, մորմոքը, տանջանքների ցավերը մարդու սիրտ են կտրատում և ասողը դժոխքի կրակն է, դաժանությամբ առանձնացած մի վայրակ մարդատիպ արարած Իմիջայլոց Կիրակոս Գանձակեցին մի արտահայտություն է արել ժամանակին, դեռ 13-րդ դարում, մոնղոլներին անվանելով դժոխադեմ մարդիկ։ Այդ դժոխադեմ մոնղոլները հիմա էլ առանձարը օգտագործել է այդ արտահայտության նման մի բան, քիչ հետո կտեսնենք։ Դժոխադեմ մոնղոլներ, դաժանությունը խորհրդանշող մագդարային պատկերավորման միջոց, որ օգտագործել է նաև առանձարը։ Եվ վերջին անգամ, երբ որ մեծ մոնղոլը կամ մեծ խաքանը հրամայում է նորից գնալ, դեռ ասում է շատ բան ունեն տալու, եթե լաց են լինում։ Գնում է Խալիլը, նորից սկսում է
իր ահավոր կոտորածը ահավոր դաժանությամբ բնաջնջում է խեղճ մարդկանց, կողոպտում, թալանում, բռնաբարում, նվաստացնում։ Եվ երբ որ վերջին անգամ հարցնում է, թե ինչ են անում, ասում է մարդիկ, Խալիլը պատասխանում է, զարմանալի բան ասում է, հիմա էլ ասում է այդ մարդիկ փողեր նռած ընկած փողոցները նվագում են, երգում, պարում, ծիծաղում, ուրախանում, և մեծ մոնղոլը հրամայում է, այլևս չգնաք, այլևս ոչինչ չունեն։ Սա է եղել հայության վիճակը արևելքից եկած բռնակալների տիրապետության ամբողջ ընթացքում և դա է եղել նաև հայության վիճակը Սուլթան Համիդի բռնության տիրապետության ժամանակներում։ Այդ ստեղծագործությունները, որ տպագրվել են Թիֆլիսում, դժվարությամբ պիտի տեղափոխվեին Արևմտյան Հայաստան կամ Թուրքիայի տիրապետության սահմանները, որովհետև գործում էր խստագույն գրաքննություն։ Անգամ Առանձարի նորավեպերը, որ տպագրվել էին Թիֆլիսում, վշտի ծիծաղ ժողովածուն անգամ, մեծ դժվարությամբ էր հայտնվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ կրթական օջախներին, մարդկանց, և Առանձարն ինքն էլ որոշակի զգուշավորությամբ էր արտահայտվում այդ ողբերգական իրադարձությունների մասին, իսկ ինչու էր այդ ողբերգական իրադարձությունները ինչու էին կատարվում, հատկապես հայերի հանդեպ, որովհետև Օսմանյան կայսրության մեջ հայ ժողովրդին դրել էին ամենից անպաշտպան վիճակում, զրկել էին նրան զենք կրելու իրավունքից, դանակ անգամ կրելու իրավունք չունեին, և ինքնապաշտպանության հնարավորությունը հասցված էր նվազագույնի։ Ահա այս պատճառով էր, որ հայությունը չէր կարողանում կազմակերպել անհրաժեշտ դիմադրություն և արդեն երբ որ դանակը հասել էր ոսկորին, ստիպված էին համախմբվել և ուժ ցույց տալ բռնադատողներին ինքնապաշտպանության համար, որովհետև իրենց կյանքի խնդիրն էր։ Հիմա 95 թվականի դեպքեր է նկարագրում, 95 թվականի ջարդեր, որտեղ մորուքին Սանդրը նորավեպում, բուրդի վաճառականությունս նորավեպում, երկու պատկեր նորավեպում։ Իսկ ինչ են սրանք իբրև գեղարվեստական գործեր։ Սրանք ոչ միայն պատմաճանաչողական նշանակություն ունեն, այլև գեղարվեստական մեծ արժեքներ են։ Միևնույն փաստերն են, ինչ օգտագործում են պատմաբանները։ Պատմաբանները բնականաբար կատարված դեպքերի իրադարձությունների գիտական վերլուծություն են կատարում, մինչդեռ գրողը իր պատկերավոր մտածողության շնորհիվ կարողանում է կատարված փաստը ներկայացնել գեղարվեստորեն այնպես, որ էլի ունենում է նույնքան ճշգրտություն, ինչքան պատմագետի համար օգտագործված փաստը։ Եվ իմ առաջարկը միշտ եղել է հետևյալը. երբ ուսումնասիրում էի Հովհաննես Շիրազի հայոց դանթեականը պոեմը և ընդհանրապես հայոց եղեռնապատումի գրականության ուսումնասիրությունը բերել է մեզ այն համոզման, որ գեղարվեստական երկերը նույնպես ցեղասպանության անհերքելի ապացույցներ են և հենց դրանցից են նաև Առանձարի նորավեպերը։ Մարդիկ խաղաղ կյանքով ապրել չեն կարող, ամեն պահ ենթակա են անակնկալ հարվածների, նվաստացումների,
Կողոպուտի, Թալանի, թուրք իշխանավորների կամայականությունների, քուրդ զորախմբերի կամ հրոսակախմբերի հարձակումների և կողոպուտի, որովհետև նրանք արտոնություններ ունեին Համիդյան պետականությունից, կողոպտելու, բնաջնջելու հայությանը, հիասթափեցնելու, որպեսզի ամբողջ արևմտյան Հայաստանը հայաթափվի։ Սա էր պետական քաղաքականությունը։ Բայց ահա Առանձարը մեզ ներկայացնում է այդ քաղաքականության մյուս կողմը, բուն պետականությունը։ Ինչ էր թուրք պետությունը, ինչպես կարելի է դա պետություն անվանել։ Պետությունը նախ եւ առաջ պիտի լինի իր երկրի քաղաքացիների անվտանգության գլխավոր երաշխավորը, բայց պարզվում է, որ թուրք պետության մեջ հայերը անվտանգության ոչ մի երաշխիք չունեն, ոչ մեկը, հայ ազգային ծագումով ոչ մեկը չի կարող որևէ արտոնություն ունենալ Համիդյան բռնատիրության մեջ։ Այս պատճառով է, որ նրանք կոչվում են գյավուրներ, այսինքն ուրիշ սորտի, ուրիշ տեսակի մարդիկ, որոնց նկատմամբ կարելի է իրականացնել ամեն բռնություն և ամեն տմարդի վայրագություն։ Այսպես ահա ինքը Առանձարը որպես գրող, կտավեղենի, վաճառական, առևտրական, իր խանութն ուներ և կողքը շուրջը կային ուրիշ հայերի խանութներ և սրանք բնականաբար ամեն պահ ենթակա էին թալանի և կողոպուտի։ Դա էր երկրի օրենքը։ Այսինքն երկրում գործող գլխավոր օրենքը ապօրինությունը, անօրինականությունն էր։ Եվ դա երևում է շատ պարզ, հասարակ դեպքերի ներկայացումով։ Առանձարն ահա կյանքից վերցնում է փոքր, մանր դեպք, ինչպես Գրիգոր Զոհրաբը, ինչպես Նորավեպի մյուս մեծ վարպետները, վերցնում են փոքր մի դեպք և նրա միջոցով ցույց են տալիս իրականության գրեթե բոլոր երևույթները։ Այն ինչպես մի կաթիլ ջրի մեջ արտացոլվում է ամբողջ տիեզերքը, ճիշտ այդպես էլ այդ փոքրիկ փաստերի մեջ, կենսանյութի մեջ երևում է ամբողջ իրականությունը իր բոլոր զարհուրանքներով։ Հիմա պատկերացրեք, որ թուրք մի մոլլա եկել է հայ Առաքել անունով մի առևտրականից, նրա խանութից գնել է մի մորուքի սանր և հետո ստեղծել ամբողջ մի խայտառակ պատմություն, որի մեջ արտացոլվում է թուրքական պետական ամբողջ համակարգը, դատաիրավական համակարգը հատկապես։ Նորավեպը սկսվում է շատ հետաքրքիր երկխոսությամբ։ Իդեպ երկխոսություններ կազմելու բացառիկ վարպետ է Առանձարը։ Շատ սրամիտ, շատ լակոնիկ, քիչ բառամթերքով, բայց շատ խոսում։ Բարի լույս, Չորբաջի։ Չորբաջին Ենիչերի ժամանակներում այդ անունը ստացել են հայ մեծահարուստները, իսկ չորբա ապուր է նշանակում թուրքերեն, Չորբաջի նշանակում է ապուր տվող, ապուր ուտեցնող, կերակրող, լայն առումով կերակրող։ Հայ մեծահարուստները թուրքերի կերակրողներն էին, չորբաջիներ էին։ Բարի լույս, Չորբաջի, բարի լույս, Հյուսնի Չաուշ։ Լինում է պատասխանը։ Ով էր Հյուսնի Չաուշը։ Պաշտոնական մի գործով ծանոթանալուց հետո այնուհետև ամեն առիթ օգտագործում է անպաշտոն այցելությունների և սուրճ և սիգար վայելելու համար։ Այսինքն գալիս է ձրիաբար վայելելու հայ վաճառականի, հայ առևտրականի ունեցվածքը։ Իսկ հայ մարդը կարող էր հրաժարվել և
չհյուրասիրել, ասենք Հյուսնի Չաուշին։ Չէր կարող, որովհետև նա արդեն մտերմացել էր, դարձել էր բարեկամ, այսպես կոչված։ Հիմա կտեսնենք, թե Առանձարի երգիծանքը նաև ինչպես է այդ սիրալիրության, բարեկամության, մարդկային հարաբերությունների մեջ այսպես կոչված հարազատության ցուցադրական ներկայացումով իրենց դրսևորելու խնդիրը ինչպես է ներկայացնում Առանձարը։ Եվ սա դարձյալ հեգնանքի բարձրագույն դրսևորումներից մեկը տեսնում ենք Առանձարի նորավեպերում, հեգնանք, որը կարող է նաև սաստիկ ձևեր ընդունել, հասնել մինչև անգամ սարկազմի, ընդ որում մենք արդեն Պարոնյանի, Օթյանի ժամանակներից գիտենք երգիծանքի տարատեսակ արտահայտչաձևերը եւ հիմա էլ ահա տեսեք, որ հեգնանքը ինչպես է օգտագործում Առանձարը, ըստ երևույթին նրա վարպետությունն այնպես է գնահատվել ժամանակակիցների կողմից, որ նրան իսկապես անվանել են նոր Պարոնյան։ Սա պատահական համեմատություն չէ։ Այս կողմերով կորձի եկերեի, ասի մեյմ անցնիմ չորբաջիին բարև լույսսեմ, հալուքեվը հարցնեմ և սկսվում է նրանց զրույցը։ Այդ զրույցի ժամանակ էլ ահա պարզվում է մի հետաքրքիր միջադեպ։ Հետաքրքիր և ողբերգական։ Զավեշտական ու ողբերգական։ Առհասարակ այս հատկանիշները բնորոշ են Առանձարի գեղարվեստական մտածողությանը։ Այն, որ միջազգայնական տերմինով անվանվում է տրագիկոմիզմ, այսինքն զավեշտա ողբերգական, ճիշտ ու ճիշտ այս իրավիճակն է, արտաքուստ թվում է ծիծաղելի, ծիծաղաշարժ, բայց խորքում երևում է ողբերգությունը, հայ մարդու ողբերգությունը։ Հիմա Թորոս Օղլու Կարապետը, Ահմեդ խան նստող խանութը աշխատացնող Թորոս Օղլու Կարապետը ականատես է լինում իր հարևանությամբ եղած Առաքելի իսկապես զավեշտական ողբերգությանը։ Ինքը այս Կարապետը, Թորոս Օղլու Կարապետը, Թուրքիայում այդպես էին արձանագրում բոլոր հայերին, թուրքացնելով նրանց բոլոր անուններն ու ազգանունները, բայց եթե նույնիսկ պահում էին հայկական անուն, թուրքական ձև էին հաղորդում Թորոս Օղլու Կարապետի։ Թորոսը և Կարապետը հայկական են, բայց Թորոս Օղլուն արդեն թուրքական է, պարզ է։ Ինչ է պատահել։ Եկել է թուրք մոլլան, հաղթանդամ մի մոլլա, երկայն մորուքով, եռանկյունի գլխով, քառակուսի փորով, արտաքին այս նկարագրությունները դարձյալ պատահական չեն։ Եկել է և գնել է փոսկրյա մորուքի սանր և ժամանակներ անց վերադարձել է այն ժամանակ, երբ որ Թորոս Օղլու Կարապետը գտնվել է հենց Առաքելի խանութում, գնացել էր նրա հետ զրուցելու, սուրճ խմելու և հանկարծ ներս է մտնում մոլլան, թուրք կրոնավորը, առանց բարևի, առանց ողջույնի, իր գոտքի ծալքատեղերից հանում է մի սաներ և նետելով Առաքելի առաջ ինձի խաբեր ես, սրիկա, ինձի խաբեր ես, ատամը ջարդած փակցուցած եղած ես և ոչ թե 35 գուրուշ, 35 պարա անգամ չարժի։ Դրանք թուրքական միավորներ են, դրամական, այսինքն ոչ թե ռուբլի, այլ կոպեկ անգամ չարժի, ասեմ մեզ համար հասկանալի ընկալելի լեզվով, տուր տրամս։ Առաքելն դիմանում է, թե եղբայր, դա շատ թանկ արժի, 40-ից պակաս ուրիշ տեղ չեք կարող գտնել այդ սանդրը։
ոչ մի դեպքում եւ պահանջում է իր գումարը։ Ստիպված Առաքելը հանում է 35 գրուշ վերադարձնում է դարակից հանելով, բայց միևնույն ժամանակ ասում է, ով գիտի թե այդ սանդրը առաջին անգամ կզարգե իր մորուքիդ եւ այդ ախտոտ մորուքից սանր երկաթը լարնը չեր դիմանար։ Ինչպես թե կատաղում է մոլլան, ափերից դուրս է գալիս, ինչպես թե դուն հայոյես, կհայոյես թուրք մոլլայի սրբազան մորուքը եւ սկսում է ծեծի ենթարկել Առաքելին։ Հեղինակը ստիպված ասում է, իմ վիճակը շատ էր վտանգավոր։ Եթե իհարկե կրնայինք երկուսս միասին այդ թուրք մոլլան գետին տապալել եւ աղվոր մծեցել, սակայն հետևանքները հետո թուրք պետության ձեռքը կրակը պիտի ընկնեինք։ Միջալոց մի բնորոշ նախադասություն կա հենց սկզբում, նորավեպի սկզբում, երբ Առանձարն ասում է, թե ինչ խնդիր պիտի ներկայացնեմ, ցեզի գիտեք, դադի խնդիր, ոչ ասում է, տունս, տեղս, կուտամ, դատ չեմ բանար Թուրքիո մեջ, որովհետև Թուրքիո մեջ դատ բանալը նշանակում է կործանում, անկախ նրանից թե դու արդար ես, թե արդար չես։ Եթե ուզենաս արդարություն պահանջել, ինքդ ես մեղավոր հռչակվելու եւ դատապարտվելու ես։ Տունս, տեղս, կուտամ, դատ չեմ բանար Թուրքիո մեջ։ Ասա այն խոսքն է, որ գրողը պիտի ասի, եւ պատմաբանը կամ պատմագետը չի կարող այդպես մտածել։ Եվ հիմա հիմնավորվում է նույն խնդիրը։ Այսինքն, դատաստան ինչպես է իրականացվում Թուրքիայում։ Մի օր էլ ասում է, խանութս նստած եմ, հանկարծ ներս եմ մտնում մի թուրք զապտե եւ ասում է, Թորոս օղլու Կարապետը դուն ես, ասեցի այո, թե կոմիսար բեյ քեզի կսպասը։ Կոմիսար բեյ, ոստիկանատուն, ես ինչ գործ ունեմ ոստիկանության հետ։ Ոչ ասում է, կոմիսար բեյը ինձ իսավ, Կարապետ, Թորոս օղլու Կարապետ, որ կնստի Ահմեդ խան, հենց հիմա գերթաս կարնես եւ քովս կբերես։ Դուն Կարապետ օղլու Թորոսը չես, Թորոս օղլու Կարապետը չես, այո ես եմ։ Ահմեդ խանը այս չէ, այս կողանութը չէ, այո, ուրեմն ես սխալ չեմ։ Եթե հանկարծ տեսնեմ, որ պարզվի, որ սխալ է, քեզի նորեն կառնեմ, հետ կբերեմ տեղդ։ Եվ այսպես է փաստորեն սկսվել Հյուսնի Չաուշի եւ Թորոս օղլու Կարապետի այսպես կոչված բարեկամությունը։ Հիմա պատկերացրեք թուրք ոստիկանատուն, ստիպված պիտի գնա։ Գնացել է եւ ինչ։ Գնացել է նախապես ոստիկանատուն մտնելուց առաջ նրա վրա հարձակվում են տարօրինակ մարդիկ։ Մի քանի այսպես կոչված հավաքարարներ, ովքեր փայտյա ձողերի վրա մի քանի սագի փետուր կպցրած մաքրությունն են ապահովում ոստիկանատան շենքի, կապալով վերցրել են, ուր առանց վճարելու էլ չես կարող ներս մտնել, պիտի վճարես, պիտի ոտքերդ, կոշիկներդ պիտի մաքրեն այդ սագի փետուրներով, հետո պիտի վճարես իրենց, որ թույլ տան բարձրանաս։ Այսպես ահա մտնում են ներս։ Հետո պարզվում է, որ սրճարանատիպ մի սենյակ կա նախամուտքում, նախասրահում, այդ սրահում պիտի նստի սպասի, մինչև որ եւ երբ որ նկարագրում է այդ սրճարանի սանիտարական վիճակը, ամբողջ մթնոլորտը, գաղջ մթնոլորտը, աղտեղությունը եւ այլն, սուրճի ջազվենները, կեղտոտ բաժակները եւ այլն, եւ այդտեղ
Սուրճ խմելը պարտադիր պահանջ է։ Շաքարով կուզեք թե բարձ, հարցնում է ծառայողը։ Ստիպված ասում է պարզ մը պատվիրեցի եւ առանց նայելու կուլ տվեցի սուրճը, որովհետեւ բայելելու բան չէր։ Եվ այստեղ պիտի սպասեմ ինչեւ իրեն ներս կանչեն։ Երկար սպասումից հետո հնչում է անունը եւ ներս է մտնում, թե դու ես Թորոսօղլու Կարապետը, ինչու եկած ես։ Այո, ասում է ձեր կանչով եկած եմ։ Պատմե տեսնենք ինչ եղել է Ահմեդ խանի մեջ։ Դու ականատես եղած ես։ Ինչպես Առաքել շունը հայոյած է թուրք մոլլայի սրբազան մորուքը։ Բայց ասում է հայոյություն չի եղած, առանց այն էլ տեսեք հերոսի հոգեբանությունը, գրող հերոսի։ Մի կողմից մարդկայնորեն տանջվում է, որ նեղության մեջ ծեծի ենթարկվող Առաքելին չի կարողացել պաշտպանել։ Հիմա էլ եկել է ոստիկանատուն մտածելով, զապթի է եկել մտածելով, թե գոնե կկարողանա իր վկայությամբ մեղմել Առաքելի վիճակը։ Բայց ասում է պատմե բուն ճշմարտությունը, ոչ թե հայու ճշմարտությունը։ Ուրեմն Թուրքիայում կա երկու տեսակ ճշմարտություն. թուրքի ճշմարտություն եւ հայի ճշմարտություն, որ ոչ միտեղ չի անցնում։ Եվ հետո ժամանակ է տալիս, ասում է գնա մտածի արի, որպեսզի կարողանաս բուն ճշմարտությունը պատմել։ Եվ հաջորդ հրավերի ժամանակ արդեն նույն կոմիսարի սենյակում արդեն ներկայանում է մոլլան, որ գալիս է առանց բարևելու ինքնավստահ ցինիկ անպատկառությամբ գալիս է երեք մարդկանց հետ, ովքեր բարձվում է եղել են վկա, այսինքն վկա, որ Առաքելը հայոյել է մոլլայի մորուքին։ Ինչքան էլ որ Կարապետը կամ պարզ ասած հեղինակը հայտարարում է, թե հոն ուրիշ մարդ չէ եղած, ինչպես մարդ չէ եղած, բայց երեք վկաները պարզվում է, որ թուրքական իրականության մեջ կան սուտ վկայություն տվող վճարովի վկաներ։ Ինչպես տեսնում եք, որ այդ վճարովի վկա կամ վճարովի դատապաշտպանները թուրքական ժամանակներից են գալիս իրենց կեղծիքներով, իրենց ստորություններով։ Այդպիսին է, ահա, պատկերացրեք ներկա իրավիճակը, երբ որ երեք վկաներ երթվում են օրենքով, սրբություններով, որ իրենց ներկայությամբ Առաքելը հայոյել է մոլլայի մորուքը, որը համարում են մեծագույն անպատվություն, բարոյական վնաս եւ Առաքելից պահանջում են փոխհատուցում։ Ինչ փոխհատուցում։ Առանց այն էլ ծեծ ու ջարդի են երթարկել այնպես, որ խեղճ Առաքելը առաջին անգամ գլուխը փաթաթել էին բինտերով եւ հիմա արդեն արձակել են բինտերը, որ հանկարծ ծեծի պատմությունը մեջտեղ չգա կոմիսարի ներկայությամբ, ոստիկանական կոմիսարի ներկայությամբ։ Եվ այդ սուտ վկաները ինքը առանձնարան ասում է, գիտնայի ես ալ վկաներ կվարձեի, թեև Թուրքիո մեջ Թուրքի դեմ քրիստոնյայի վկա բռնելը մեծ դժվարություն է եւ մեծ բարդություն։ Եթե հայի դեմ վկա բռնես, ջուրին է, սակայն եթե ուզենաս Թուրքի դեմ վկա բռնել, դա բացառիկ դեպք է, բացառիկ երևույթ է։ Ահա այսպես սկսվում է զավեշտաողբերգական կացությունը եւ սկսվում է հարցաքննությունը։ Դու ասում ես ներկայ ես եղել, պատմե բուն ճշմարտությունը եւ բնական է, որ թուրքական դատարանը, արդարադատությունը
առանց կաշառքի չի կարող հարց լուծել։ Այս պատճառով է, որ կաշառքն էլ վերցնում են շատ կազմակերպված, նպատակասլաց, անձամբ իրենք պաշտոնյաները չեն վերցնում, նրանք ունեն իրենց կաշառքի միջնորդները, որոնք վերցնում են մի գումար, հանձնում են մի գումար և անպայմանորեն առանձնացնում են իրենց բաժինը, իրենց շահը, իրենց օգուտը։ Հիմա, երբ որ այդ միջնորդը գալիս է և առաջարկում է 15 ոսկիով հարցը լմնցնել, այսինքն գործը կարգավորել, Արաքելն է հակառակվում, թե 15 ոսկին ինձ համար մի ամբողջ դրամագլուխ է, ես ինչպես կրնամ տալ։ Եվ ստիպում է, որ թե գոնե 3 ոսկին դու տուր։ Հետո գործը բարդանում է այնքան, որ վերածվում է հարցաքննիչ դատավորի մոտ գնալու արարողության։ Իսկ հարցաքննիչ դատավորը երիտասարդ մի թուրք իրավագետ, եվրոպական հագուստներով և եվրոպական ձևերով, շատ ընտիր թուրքերենով, բարձրագույն քաղաքակրթությամբ վարվելով իր հաճախորդների հետ, այսինքն դատապարտյալների հետ, իր պահանջներն է ներկայացնում, գալիս է, ասենք, միջնորդը, որի անունը մի դեպքում Օսման բեյ է, մի դեպքում Հյուսնի Չաուշ է, մի ուրիշ դեպքում Բայրամ աղա է, մի ուրիշ դեպքում մեկ ուրիշը, ահա այսպես գալիս են սրանք և առաջարկում են գումար։ Դե երիտասարդ հարցաքննիչ դատավորը գոնե 5 ոսկի պետք է ձեռք անցնենք, որ կարողանանք նրանից բարյացակամ լուծում պահանջել։ Եվ իսկապես զավեշտաբողբերգական է իրավիճակը։ Եվ երբ որ արդեն հարցաքննիչ դատավորի մոտ ինքը Թորոս Օղլու Ղարաբեդն էլ ներկա, գալիս է նույն թուրք մոլլան, խեղճ ու կրակ Արաքելը, որ արդեն կողոպտված էր, թալանված, մի կերպ համաձայնել էր 15 ոսկի վճարել և հիմա արդեն 15 ոսկի ինքը պիտի վճարի և 5 ոսկի էլ պարտադրել է վկային, հայ վկային, համաձայն ասում է տալ, միայն թե թուրքական արդարադատության ձեռքը չեն գնել։ Եվ գումարները վճարելուց հետո փոխվել է իրավիճակը, իրոք զավեշտաբողբերգական վիճակ։ Եվ երիտասարդ այդ թուրք իրավաբանը, իրավագետը ինչ է անում, կարդում է շատ զարմանալի դատավճիռ, փոխված իրադրության մեջ, բոլոր գումարները տեղ են հասել և թուրք դատավորը սկսում է, նկատելով, որ Արաքելը հայոյել է ոչ թե մոլլայի ամբողջ մորուքը, այլ ինչպես վկաները ասացին, նրա միայն մի թելը, վկաներն էլ են փոխվել, ոչ թե ամբողջ մորուքը, այլ նրա միայն մի թելը, և դարձյալ նկատելով, որ այս ընթացքին, երբ որ Արաքելը իր պատիժը կկրեր, այդ թելը ընկած կլա, ուրեմն հանցանքնել հետը վերացած կլա, և այս հիմնավորումով Արաքելը ազատ է արձակվում բանտարկելությունից։ Ահա մորուքի սանրի ամբողջ զավեշտաբողբերգական պատմությունը, որտեղ իրոք ողբերգականը և կոմիկականը միաձուլված են և թուրք պետության իրական դեմ ստեղծագործության կողքին ստեղծել է նաև մեկ ուրիշը, բուրդի վաճառականությունս։ 95 թվականի մայիս ամսին, այդ տեսեք պատմագետի համար վկայություն է, չէ, 95 թվականի մայիս ամսին, Գարուներ ասում է, մենք բոլոր վաճառականներս սրտատրոպ կսպասեինք ուրախ լուրերու, սակայն ուրախ լուրերը աստիճանաբար փոխվեցին գաղտնի քրփչոցներու և տխուր
անհաճո լուրեր կշրջեին ավելի, եւ հանկարծ մեկ էլ տեսանք, որ սարերից իջած դժոխադեմ մարդկանց մի խումբ զինված մեր խանութներին կնայեր, մեր ապրանքներին կնայեր, մեզի կնայեր անսովոր խորհրդավորությամբ եւ օր մնալ շատ ցուսացավ, հեղեղը փրթեց, փոթորիկը պայթեցավ եւ տարավ հույսնալ հուսահատություննալ։ Այդ դժոխադեմ մարդիկ հարձակվեցին մեր խանութների վրա, կողոպտեցին մեր ամբողջ ունեցվածքը եւ տարան մինչեւ անգամ խանութի սեղանները, աթոռները, պատուհանները, դռները փեղկերով եւ այլն, խավաքարտները տարան, փողը դեռ մինչեւ հիմա չբերին։ Իբրտե պիտի բերեին։ Զգում եք, չէ, հեգնանքի ուժը։ Եվ շատ-շատերը իրենց ապրանքների հետ կորան, ես գոնե ասում եմ, ապրանքներս կորցնելուց հետո կարողացա գլուխս փրկել մի դրամագլխի հետ։ Եվ երբ որ հանկարծ Պատրիարքարանում ներողություն եկեղեցում, երբ որ վարդապետը հնչեցրեց, թե թուրք կառավարությունը հայերին Օսմանյան կայսրության մեջ տեղաշարժվելու արտոնություն է տվել, բոլորս ուրախացանք։ Ուրեմն Օսմանյան կայսրության մեջ այդ կայսրության քաղաքացիները տեղաշարժվելու իրավունք չունեն։ Հիմա նոր իրավունք է տրվում, որ կարողանան տեղաշարժվել։ Իսկ դրա համար անցագիր է պետք։ Հիմա բոլորը մատնվել են անգործության։ Նախկին խանութպանները իրենց դրամագլուխն են ուտում մաս աստիճանաբար։ Իսկ նրանք, ովքեր դրամագլուխ չունեին, ծոմ կպահեին։ Հեգնանքով ասում է հեղինակը։ Եվ հարևան ունեի Սարգիս Չավուշյան։ Այս Չավուշյանը մի օր ինձ ասաց, թե ինչ բանի կձեռնարկես, որ կարողանանք այս ազատութենեն օգտվել։ Ես ասում եմ, մտադիր եմ Կովկաս երթալ եւ հոն գործ ձեռնարկել։ Սակայն ասում եմ, ինչ գործ ունես Կովկասի հետ։ Կովկասը վտանգավոր է, համը փախչուցել է։ Երթանք Ջիզրեի կողմերը, ես արդեն մի գործ սկսած եմ, դունալ ինձ ընկերացիր, որոշակի դրամ կտնենք, գումարն էլ ասում է ինչքան, կմիավորվենք եւ միասին գործ կձեռնարկենք եւ դրամ կշահենք։ Լսած եմ, որ Տիգրիս գետի վրայով, քելեկներով, իսկ քելեկները այծի մորթուց պատրաստված նավակներ են, բուրդ են տեղափոխում Բաղդադ, Ջզիրեից Բաղդադ եւ այնտեղից շոգենավերով արտահանում են եվրոպական երկրներ կամ Ամերիկա։ Եվ շատ շահավետ գործ է։ Բուրդ գնելը, Ջիզրեից բուրդ գնելը, քելեկներով Բաղդադ տեղափոխելը։ Ահա այս գործը պիտի ձեռնարկեին շահույթ ստանալու համար, բայց դրա համար անցագիր էր պետք։ Հիմա թուրք պաշտոնյայի կեցվածքը տեսեք։ Քաթիբ Էֆենդին, Քաթիբ գրագիր է նշանակում, նստած է եւ ասում է անոր դեսքին նայելով կհասկանայիր, որ անոր վերնահարգին մեջ կարևոր բաներ մը բագաս են։ Իսկապես որ ասում են գլխի տախտակները պակաս են, չէ՞ մեր արտահայտությունը արևելահայերիս։ Ծալերը պակաս են, տախտակները պակաս են, անոր խելքի մեջ էլ ինչ-որ կարգ բաներ պակաս էին։ Իմիջիալոց այս արտահայտչամ միջոցը տարբեր ձևակերպումներով գործածել է առանձարը, արշուշտ հետևելով Պարոնյանի եւ Օթյանի օրինակին։ Պարոնյանն էր սիրում, չէ՞, օգտագործել դեմքի
հայացքի նկարագրություն եւ դրա միջոցով բացահայտել մարդու էությունը, բնավորությունը։ Միտեղ օրինակ ասում է թուրք բարձրաստիճան իրավապահին ներկայացնելիս ասում է թե բնությունը անոր դեմքի վրա ծննդյան իսկ օրեն դրոշմած էր ապուշություն մը։ Այսպես ներկայացնում է թուրք բարձրագույն իրավական պաշտոնյային։ Այսպես էլ ահա այստեղ Քաթիբ Էֆենդին պատկերացրեք, որ աշխատանքի ժամին գլխացավ ունի գետնախնձորի կամ կարտոֆիլի կճեպները կարմիր թաշկինակով կապել ճակատին, որոնք նրա շարժումների հետ միասին վեր ու վար են լինում, եւ այս ժամանակ այս կեցվածքով էլ նա գրում է անցագրերը։ Իհարկե, մուծում են անհրաժեշտ գումարները անցագիր ստանալու համար, հիմա այդ գրագիր կոչվածը հարցնում է Սարգիս Չավուշյանին, հաշվում է այսինչ թվին ծնված, հիմա այսինչ թիվն է, ուրեմն դու 6 տարեկան ես, 30 տարեկան մարդը հանկարծ դառնում է 6 տարեկան, ես ինչպես կլամ լալ 6 տարեկան, ես ու երեխա չեմ, 30 տարեկան եմ, ուղղեք ասում է Քաթիբ Էֆենդի, բայց ինչպես պիտի, ինչպես կասում է, ասոր աշեք ասում է, լռե շունգյավուր, պետական տոմարը ինչպես կրնա սխալ լալ, երևի ասում է գրագիրը ժամանակին սխալ է գրել ծննդյան վկայականի մեջ, իմ կորդս չէ, այսպես գրված է, այսպես պիտի տամ, կուզես ուզես, չես ուզես դուրս գնա, այս կամայականությունը քրիստոնյաների նկատմամբ այս խտրական վերաբերմունքը ուրիշ կերպ հնարավոր չէ ծաղրել։ Ես ասում է հեղինակը խնդրեցի թե ոչինչ նրա անցագիրը մի գրեք, բայց իմը գրեք, որովհետև ես արդեն պայմանավորվել եմ եւ այլն եւ այլն։ Ուրեմն սկզբում, նորավեպի սկզբում հեղինակը ծանոթացնում է, ասում է, որ 95 թվի ապրիլի 20-ից դուրս եմ եկել Կարինից եւ մինչև Ջիզրե հասնելը, որ պիտի տևեր 10-12 օր, տևել է մինչև հուլիսի 18-ը եւ ամփոփ ճանապարհածախսը նստած է ինձ վրա 120 օսմանյան ոսկի, ընդ որում 100 ոսկին միայն անցագրի եւ ճանապարհի ծախս։ Ինչ է պատահել։ Պատահել է, որ այս անցագիրը խապուսիկ մի բան է։ Մարդը իմացել է, որ անցագիր ունի, անձնագրի պես մի բան, եւ կարող է իր երկրի, իր պետության մեջ ազատ տեղաշարժվել, ասենք թե Կարինից, Էրզրումից կարող է գնալ հասնել Ջիզրե, սակայն չի կարող, հենց քաղաքից դուրս գալիս թուրք ոստիկանությունը բռնում է, հարսակվում են մարդկանց վրա, բռնում է ձիու սանձը, վարիչիր եւ ով է ներկայացիր, ասում է հանդիսավորությամբ, հանեցի անցագիրս եւ ցույց տվեցի, այդ անցագիրը ինչ է, թուրք պաշտոնյանը ասում, խոթե գրպանը քսակթան է։ Այսինքն այստեղ էլ քաղաքից դուրս գալու համար թուրք պաշտոնյան առաջվա պես թեև պետական որոշում է եղել, կաշառք է պահանջում քաղաքից դուրս թողնելու համար։ Հետո դուրս գալուց հետո ուրիշ փորձանքներ, ճանապարհին տարբեր արգելքներ, ստիպված է լինում, քանի որ իր քարավանը ստիպված է բաց թողնել, մի ուրիշ քարավանի հետ պիտի ճամփորդի, այդ քարավանն էլ պիտի գնա Սղերտ եւ քաղաք Բաղեշ պիտի գնա, Բաղեշ չհասած հանկարծ էլի ոստիկանները քաղաքի մուտքի առջև կանգնեցնում են նրան անցակետ ոնց որ եւ այդ անցակետում ստուգում են էլի անցագիրը ոչ մի բանի պետք չէ եւ այստեղ կատարվում է ամենազավեշտական ողբերգական դեմքերից մեկը պատկերացրեք որ
ոստիկանական գլխավորը ասում է բերեք մի հատ այն թուղթը եւ տեսնենք ինքն է թե չէ, որովհետեւ մեկը տեսել է, ասել է հենց սա է, այս խնձիրը, այսինքն խոզը, բռնեք դրան եւ բռնելով բերել են ոստիկանատուն։ Ոստիկանատանը մարդը ստիպված է ականատես լինել հետևյալ թատերականացված զավեստախաղին, որ իր համար դառնում է ողբերգություն։ Բերեք ասում է մի կարդատեսնեն բարձրաձայն, կարդում են այսպես կոչված մեր ժամանակներում կոչվում է ֆոտոռոբոտ, հա, երբ որ կորած կամ փախած հանցագործին մոտավոր նկարում են եւ մոտավորապես ասում են այս տվյալներով սրան էր նման, հիմա էլ կարդում են, պատկերացրեք նրանց կազմած այդ տեղեկագիրը։ Մարդը, գլուխը, գլխին վրա ճակատին տակ աչքեր, աչքերուն վերև ունքեր, եռանկյունի քիթը, քիթին տակ բերանը, գլխին երկու կողմերը ականջներ եւ ոստիկանական պաշտոնյան գլուխը բռնելով ասում է հավատքս վկա նմանությունը կատարյալ է։ Ահա տեսեք, իրոք ծիծաղելի մի իրավիճակ, ծիծաղաշարժ իրադրություն, երբ որ չէ որ այդպես կարող են ներկայացվել ցանկացած մարդ։ Հիմա ինչպես է որ հանկարծ թուրք պաշտոնյան ասում է թե հավատքս վկա նմանությունը կատարյալ է։ Այսպես ահա բանտ է ընկնում։ Բանտում իսկապես հայտնվում են էլի միջնորդներ, որտեղ բռնագրավում են նրա ամբողջ ապրանքը եւ իրեն բանտախցի չոր նստարանների վրա գալիս է հանկարծ մեկը Բայրամ աղա անունով եւ ներկայանում է որպես բանտարկյալի հոր բարեկամ։ Հարցնում է ինչպես է հայրդ, հայրս վաղուց մեռած է։ Օ, ասում է, ափսոս, հազար ափսոս, լավ ասում է 10 տարի ինչքան աղոհաց ենք կերել իրար հետ, այդ մեր բարեկամությունն է, որ ինձի հոս բերած է, Բայրամ աղան ներկայանում է որպես հին բարեկամ, անծանոթ, բայց հին բարեկամ, իբրև բարեկամ ներկայանալով վերջի վերջո ասում է, որ այս բանտից ազատվելու համար այսքան գումար է պետք, 100 ճերմակդ կերտա, հետո մի անգամ էլ ասում է 100 կարմիր էդ կերտա, եթե ճերմակը մեծիցեն է, ապա 100 կարմիրը բարձր որ ոսկին է, եւ այս իրավիճակը ցկցկվում է այնքան, որ Բայրամ աղան իսկապես կարողանում է կորցել այդ գումարը եւ մի կերպ կարողանում է ազատվել բանտարկյալը ու շարունակել իր ճանապարհը, բայց դեռ բաղեշ չմտած հանկարծ իսկ ում էր նման ներողություն, ես մոռացա ասեմ, ում էին նմանեցնում, աղբյուր Սերոպի խմբի մարդկանցից մեկին, այսինքն ֆիդայի են կարծել այս մարդուն, եւ Սերոպի խռովարարներից մեկն է իբր թե, հիմա էլ նույն պատմությունը, նորից ոստիկանատուն, նորից հարցաքննություն, ուր ծնազես Կարին, ուր կերտաս Բաղդադ, ինչու ջիզիրե, ինչու կերտաս ջիզիրե բուրդ կնելու, Կարին բուրդ չկար, Կարին բուրդ կար, սակայն ոչ այդ քանակով եւ ոչ այդ գնով, սկսվում է խոսակցությունը, շարունակվում է երկխոսությունը, որ մի կողմից զավեշտական է, մի կողմից ողբերգական, մի կողմից իսկապես ապուշության հարցադրումները երևում են, դեմքին դրոշված այդ ապուշությունը պիտի դրսևորվի, չէ, պիտի ցույց տա։ Եվ սրանից հետո, երբ որ էլի Բայրամ աղայի ամբողջ զավեշտը ավարտվում է նրանով, որ կողոպտված մարդը մի կերպ ազատվում է թուրքական արդարադատությունից եւ վերադառնում է եւ հասնում է Ջիզրե, տեղ է հասնում Ջիզրե, հասնում է տեղ եւ ուզում է բրդի արևտրով զբաղվող մարդկանց հանդիպել, հանդիպում է իհարկե քաղդեացի Աբդիշոին եւ ասում է, որ եկած եմ բուրդ գնելու, ապրանք գնելու, գալ տարվան համար, սեզոնն անցել է, գալ տարվան համար շուտ եկած ես,
Ուրեմն սեզոնը փախցրել է ժամանակին, իր ունեցածը կորցրել է քաշքշուկների մեջ եւ սա է թուրք արդարադատության իսկական վիճակը։ Երկու պատկեր ստեղծագործությունը մեզ ուրիշ իրավիճակ է ներկայացնում։ Երկու պատկերում մենք տեսնում ենք հայկական եւ թուրքական երկու թաղերի հակադրություն։ Գյավուր բողան, որտեղ ապրում է թրխության այն հարազատ մասը, այստեղ ահա պարավ Ֆաթման իր ծնկներին է նստացրել 3 տարեկան թորնիկին, որը դեռ 3 տարեկան է, բայց արդեն կոչվում է Դուրսուն բեկ։ Այս Դուրսուն բեկը իր խլնքոտ քթով դենքի մորթի աղտոտությամբ իր պատմական ախորժակով անա ասում է տատին, անա, ես կուզեմ այն տեղին սեխը։ Երկնքում երևացել է լուսինը եւ մինարեի երկու գմբեթների արանքում, երկու սյուների արանքում երևացող սեխը, այդ աղվոր սեխը կուզեմ ուտել։ Եվ պարավ Ֆաթման բացատրում է, թե այո, երբ որ մեծանաս, կնստես, ասում է քերուտ դայդայի ձին, կգնաս այդ աղվոր սախը ինքդ կկտրես, սեխը ինքդ կկտրես եւ կբերես միասին կուտենք։ Եվ այս թորնիկին տեսեք ինչպես է դաստիարակում տատը։ Թուրքի ընտանեկան դաստիարակություն։ Մոտակայքում աղբանոցների մի շուն կա, սև հաղթանդամ մի շուն է, որ խեղճուկրակ շուն է, գալիս նստում է սրանց մոտ եւ մի ճիպոտ գտնելով տալիս է թորնիկի ձեռքը եւ հրահրում է նրան. «Զարք սա շուն գյավուրին, սա շուն փափազին զարք»։ Եվ փոքրիկ Դուրսունը սկսում է հարվածել. «Ձեռքերդ զորանան, ապրիս, տղա, զորանաս»։ Այսպես է դաստիարակում, որ խփիր, ճնշիր, սպանիր։ Շունը վնգստալով փախչում է եւ տատը օրհնում է իր զավակին, գուշակում է դրա համար մեծ գալիք եւ հակադիր պատկերը։ Ուրեմն պատկերացրեք մի իրավիճակ, երբ եկել է մի պահ, երբ որ հանգուցյալների հոգու հանգստյան համար մեծահարուստ մի կին նպաստ է բաժանել հավատացյալներին, բրինձ են տվել մի ընտանիքի եւ այդ բրինձը եփելու համար ցախ է պետք, որ չունեն։ 12 տարեկան Արամին հայ մայրը ուղարկում է ցախ հավաքելու։ Արամը ցախ, խոտի փշրանք եւ այլն հավաքած գալիս է, ճանապարհին թուրք երեխաները հարձակվում են նրա վրա։ Խլում են ձեռքից, ծեծելով, ջարդուփշուր անելով, քթից արյուն բերելով, Արամը լացակոմած տուն է գալիս։ Մորը ասում է. «Ցախը հավաքած էի, փայտ հավաքած էի, թուրք տղակը հարձակվեցան, զիսծեցին, գիտես արյուն բերին»։ Այն կողմից հայրն ասում է. «Տեր Աստված, երբ պիտի սատկենք այս դժոխքից ազատվենք»։ Այսինքն իրավիճակին համակերպվողի, թույլի, պարտվողի հոգեբանությունը տիրել է հայ մարդուն եւ նա փոխանակ արդարադատություն պաշտպանելու, փոխանակ ինքնապաշտպանության հնար գտնելու այսպիսի արտահայտություններ է անում։ Եվ մայրը, Արամի մայրը երգում է ժողովրդական երգ. «Ամպեր նլան էրան, մշո մայրեր սևավորան»։ Ահա այս երգն է, որ տիրապետում է հայ իրականության մեջ, այս մթնոլորտում է դաստիարակվում Արամը, իսկ Դուրսունի եղբայրները երբ որ տուն են վերադառնում, ցախը ձեռքներին, պարզվում է Արամից խլած ցախն է հենց, բերում են, ասում են, շուն գյավուրումը պատահեցինք, քիթեն արյուն բերինք, ցախը ձեռքեն արանք եկանք։ Եվ նույն պահին վերադառնում է հայրը, այս ընտանիքի հայրը վերադառնում է կոտորածից, աղետից,
մեզ համար ողբերգությունից նա բերել է իր ավարը, 20 ոսկի է ստացել համընդհանուր թալանից եւ սրանով գոհ է։ Հատեսնում ենք Առանձարը ստեղծել է երկու պատկեր, իրար հակադրելով այդ երկու պատկերները։ Եվ սա իսկապես Օսմանյան կայսրության մեջ Սուլթան Համիդյան ժամանակներում ապրող հայության իրավիճակի գեղարվեստական ճշմարտացի արտացոլումն է, ճշմարտացի պատկերը։ Եվ այդ պատկերի մեջ մենք տեսանք նաև թուրքական իրավապահ մարմինների գործելակերպը։ Եվ սա է այն ճշմարտությունը, որ արգելված էր Թուրքիայում արտահայտել որպես հայու ճշմարտություն, արտաբերել որպես հայու ճշմարտություն։ Առանձարի նորավեպերի մյուս մասը, նորավեպի նորավեպը, հոսոսն ու ինտելիգենտը, 10 տարի անց, ես մոռացա հիշեցնել ձեզ Կախաղանեն ամուսնություն նորավեպը, որ դարձյալ իր սյուժեով շատ հետաքրքիր է, այնպես որ ձեզ հորդորում եմ կարդալ, հենց թեկուզ գեղագիտական հաճույք ստանալու համար, որովհետև Առանձարի նորավեպերը ունեն տալիս են այդ հնարավորությունը, իսկ այս նորավեպերը նույնպես գեղարվեստական կատարելություններ են։ Առանձարը առողջ մտածողությամբ գրական մարդ էր։ Նա գիտեր, թե ինչ է նշանակում արևելահայ եւ արևմտահայ գրականություն, ինչ է նշանակում արևմտահայություն եւ արևելահայություն, գիտեր, որ մեր սա միասնական ժողովուրդն է, չար ուժերի ձեռքով տարտնված, բաժանված եւ իրար հակադրվող։ Իհարկե նա որոշ արտահայտություններ ունի, թե արևելահայերը մեղավոր են այս հարցում, որովհետև չեն ճանաչում իրենց արևմտահայ եղբայրներին, չգիտեն նրանց իրավիճակը, չեն ճանաչում նրանց կյանքը, եւ այդ պատճառով մեր գրականությունն էլ պաստորեն արևմտահայ կյանքը, արևելահայերը արևմտահայ իրականություն չեն պատկերում։ Սա նկատի ունենալով, այդ տեսեք, որ հենց մեր գրականության մասին հոդվածում այդպիսի մի հոդված էլ ունի, վերնագիրը գուցե ես մոտավոր հիշեցի, նա արծարծում է հենց գրականությանը վերաբերող հարցեր, ինքը մասնակցել է վաղվան գրականություն բանավեճին եւ տվել է շատ ինքնատիպ, շատ հետաքրքիր բացատրություններ կատարվող իրադարձությունների մասին, այսինքն գրական կյանքի իրադարձությունների մասին։ Եվ Առանձարի այս նորավեպերը, որոնք հենց գրական կյանքն են պատկերում, ճշմարիտ գրական դասեր են մանավանդ երիտասարդ ստեղծագործողների համար։ Ռեալիստական մտածողության հետևորդ Առանձարը իսկապես բարձրագույն ռեալիզմի հետևորդ կողմնակից է, հետևողական եւ կյանքի ճշմարտացի արտացոլման, իրականության հրատապ խնդիրները գեղարվեստորեն պատկերելու հարց է առաջադրում ժամանակի գրողներին, մանավանդ երիտասարդներին։ Եվ սակայն երիտասարդությունը, պոլսահայ երիտասարդությունը, ինչպես նաև արևելահայ երիտասարդությունը, զբաղված են ոչ իրենց գործով, զբաղված են օտար հովերով։ Օրինակի համար այստեղ այս նորավեպը երկու գրողներ, երկու հերոսներ, պատկերացրեք, զբաղված են եվրոպական հեղինակներից ընդօրինակություններով, ատոմ որփունի, տեսեք, ինչ գրական հնչեղ անուն է ստեղծել Եվրոպայում, Լայպցիգում ապրող այս պոլսահայը եւ Տիգրան Ասապյան, էլի հնչեղ մի անուն, եւ սրանք ոգևորված իրենց խղճուկ գրական շնորհքով ամբողջ գիշերը պատկերացրեք ատոմ որփունին չի քնել, մայրը ծեր կին, պատկերացրեք
լույսը վարելու համար ափսոսող, որովհետև ծախս է չէ լույս վարելը, ափսոսող, դեռ նորեն մարդը չի լվացվում, որ հանկարծ մուսաները չփախչեն, նորեն ասում է, քո գրական խնդիրների հետևը ընկած ես, և հանկարծ դուռը ծեծում են, հերայն, ներս մտեք գերմաներեն է, հերայն, ներս մտեք, ներս է մտնում ծանոթը, ընկերը, Տիգրան Ասապյանը, որ դարձյալ գրող է, և էլի օգտագործել են նույն գրական դպրոցը, օգտագործել են Մոպասանի հատորներից մեկը և նրան ընդօրինակելով ստեղծել են իրենց այսպես կոչված պատմվածքները կամ նորավեպերը և ամեն մեկը խուսափում է մյուսին ասելու, թե ինքը ինչով է զբաղած, որովհետև չի վստահում դիմացինին, վախենում է, թե իր մտքերը կկողոպտեն։ Ուրեմն մի մարդ, որ չի լվացվում, որ հանկարծ մուսաները չփախչեն, հիմա էլ ընկերոջը չի ասում, թե ինքը ինչ է գրում, և հանկարծ ընկերն է ստիպում, և ինքը իր օրինակով ստիպում է, որ մյուսն էլ խոստովանի, թե ինչ են գրում, երկու սիրահարների իրավիճակ են ներկայացնում, ու պատկերացրեք, երկու սիրահարներ, որոնք եկել հասել են մի վիճակի, որ հեղինակները պիտի որոշեն, ամուսնանան, թե չամուսնանան, ավելի շուտ հեղինակների հարցադրումը սա է, ամուսնացնեմ, թե չամուսնացնեմ, և քանի որ նրանց երջանկությունը կատարյալ չի լինելու, նրանք պետք է ժամանակից շուտ հրաժեշտան կյանքին և իրենց երջանկությանը, և հանկարծ երկուսն էլ կարդում են ու տեսնում են, թե իրենց ստեղծագործությունները գրեթե նույնն են, այսինքն իրականության հետ առնչություն չունեցող եվրոպական հեղինակի ստեղծագործություններ են, միայն անուններն են փոխված, միայն միջավայրն է փոխված, իսկ մենք ծանոթ ենք, որ սովորություն ունեին հատկապես 19-րդ դարում, արևմտահայ գրողները հատկապես սովորություն ունեին օտար նյութը հայացնել, վերցնում էին նույն նյութը, նույն դիպաշարը սյուժեն և փոխում էին հերոսների անունները, նրանց գործողությունների միջավայրն էին փոխում, հայկականացնում էին և այսպես օտար նյութը հայացնում էին։ Իհարկե որոշ ժամանակ սա ուներ դրական նշանակություն։ Հիմա այս երկուսով, ուրեմն ամբողջ ինձ մի առած ես, ինչպես կրնամ քեզ մի առածը լալ, երբ որ դեռ քո գրածը տեսած չեմ։ Միևնույն է, ուրեմն ասում եմ, միևնույն գրական դպրոցի կհետևինք, բայց ասում է տարբերություններ ալ կան, տարբերությունները որոնք են։ Իմ սիրահարներս ասում է, արշալույսին կսիրահարին, քոնդ վերջալույսին կսիրահարին։ Ասա տարբերություն է։ Տարբերությունը և մահվան եղանակը։ Հիմա եկել հասել եմ, Ատոմ Որփունին է ասում, եկել հասել եմ, ասում է, այն վիճակին, որ չգիտեմ, ամուսնացնեմ, թե չամուսնացնեմ։ Ինչպես անեմ, ասում է, նավակիմը մեջ նստեցնեմ ու արգեմ ծովի խորքերը խորտակվի, թե ոչ։ Ատրճանակով ինքս ինքը սպանե, թե ուրիշ կերպ։ Թոքախտով իրեն սպանեմ դուրյանի պես հետաքրքիր է, թե ոչ։ Եվ այս է արևմտահայ գրողների, երիտասարդ գրողների հետաքրքրությունը, այսօր էլ մենք տեսնում ենք մեր ժամանակներում էլ 60-ական թվականներից սկսած բանաստեղծների մի ամբողջ սերունդ ընդօրինակում էր եվրոպական բանաստեղծների, կապկում էր նրանց բանաստեղծական ձևերը վերցնելով, հայկականացնելով, հայերեն թարգմանելով նրանց զանազան մտքերը եւ այլն, իրենց համարում էին նորարար, բայց այդպես էլ մնայուն մեծ արժեքներ չստեղծեցին դրանք։ Հատուկ են տաղանդավոր մարդիկ կան, որ այնուամենայնիվ ստեղծում են մնայուն գործեր։ Այդպես ահա էլի եվրոպական մի երկրում, Գերմանիայում անշուշտ, էլի իրար հանդիպում են այս անգամ արևմտահայը և արևելահայը։ Ղարաբաղցի, շուշեցի, Մելիք Քյալլաբաշյանը և Սուրեն Շավարշը, պոլսեցի։ Եվ սրանք էլի հանդիպում են, էլի սրանց զրույցը գրականության շուրջ, էլի խոսում են, տեսեք,
արևելահայերը առավել կապված են ռուսական մտածողությանը, ավելի շուտ ընդունում են ռուսական մտածողությունը, արևելահայերենը հարստացել է ռուսերենի ազդեցությամբ, բարերի փոխարությամբ, ոճերի դարձվածների արտահայտությունների ներմուծմամբ հայերենի մեջ, իսկ պոլսեցիները ֆրանսերենի, գերմաներենի, հիմա սրանց մեջ է նաև այս սուրեն շավասպ կոչվածը, պատկերացրեք հավիտենական մի ուսանող, որ հաստ գրքերը չեր ախորժեր, բայց շատ կսիրեր բրոշուրները, որովհետև բրոշուրները շուտ կվերջանային և իրեն գրելու խոսելու առատ նյութ կուտային, այսպես է մտածում, ասենք, Մելիք Քյալլաբաշյանը, այս Մելիք Քյալլաբաշյանը իսկական հավիտենական ուսանողի կարգավիճակ, օրինակի համար նրանց միջև, այս մեկ արևելահայ, մեկ արևմտահայ, պոլսահայ և շուշեցի հայ, երկուսի հակասությունները հանկարծ հայտնվում են բարերի կոմիզմի միջոցով, մեկը սիրում է բնական գիտություններ, մյուսը հասարակական գիտություններ, բայց տեսեք զավեշտը որտեղ է սկսվում, ես հասարակ գիտություններ չեմ սիրեր, հասարակական գիտությունը հասարակ գիտություն է դառնում, օրինակ ասենք, Էլենը, որ ոչխար է նշանակում, ֆրանսերեն, Էլեն, հիմա դառնում է էլի ծաղրի միջոց, երգիծանքի արտահայտության միջոց, ուրեմն Էլենը ինչպես է դառնում ծաղրի առարկա, երկուսով որոշում են խոսքի ընթացքում հանկարծ առաջանում է այս ծիծաղաշարժ վիճակները, իրար են խառնվում երգիծանքի տարբեր ձևեր, երկուսի հակադրությունն արտահայտվում է թյուրիմացությունների կոմիզմով և այս եղանակները իրոք ծաղրում է առանձարը հիշեցնելով այդ Մելիք Քյալլաբաշյանը այնուամենայնիվ կարդացել է արևելահայ գրականություն, դուք ասում եք պոլսեցիները շունշան որդի, այսինչ բան ունեք, դուք բոլորդ եվրոպական գրողների եք հետևում, դուք սեփական ոչինչ չունեք և այլն, պարզ է, որ սա հեղինա, այդ տեսեք ասում է, արևելյան Հայաստանում մի ջահել գրող է հայտնվել, անունը Ավետիք Իսահակյան, հələ տեսեք ինչպես է, ուրեմն սա Սուրեն Շավարշն է ասում, ով սեր ունի, դարդել ունի, դարդին թարման և գիտակցաբար դնթաղ արտասանելով, թարդին թարման յարել ունի, մենակ ես եմ քամբախտ ծնել, Իսահակյանի Ալագյասի մանիներից այս կտորը արտասանում են հիշելով և հետո առանձարի նորավեպերը, հետո էլ ինչպես նաև ասենք հոգուս համար նովելը, որ մոռացանք կարելի է կարդալ և տեսնել, թե ինչպես է ներկայացվում ջարդերի հետևանքով ստեղծված իրավիճակը, 10 տարի ետքը կարելի է կարդալ և տեսնել, թե իսկապես ինքնակենսագրական ինչ երանգներ է բերում իր կենսագրության և իր ստեղծագործության մեջ Արտավազդ Ղարիբյան անունով հերոսը, մի խոսքով ես կարծում եմ մեր ժամանակը մոտենում է ավարտին, ես կարծում եմ ինձ ինչ որ չափով, թեկուզ չնչին չափով, եթե հաջողվեց ձեր մեջ արթնացնել հետաքրքրություն առանձար գրողի նկատմամբ, նրա ստեղծագործության նկատմամբ, հատկապես դիմում եմ մեր ուսանողությանը, երրորդ կուրսեցիներին, որ ժամանակ ունեք դեռևս կարդացեք առանձարի նորավեպերը, ընդամենը մի քանիսն են, և դուք և կպատրաստվեք քննություններին, և գեղագիտական բավականություն կստանաք, և կճանաչեք մեր գրականության և մեր ժողովրդի պատմությունը։ Ցտեսություն ձեզ, մինչև նոր հանդիպման մասին ձեզ կտեղեկացնեմ։